Ավազի բիզնեսը եղեգնուտցիներին զրկել է բարեկարգ ճանապարհներից։ Չունենք ճանապարհ, вообще չունենք, ահա որ վիճակա։ Շատ այլանդակ ձևի ենք շը, շատ այլանդակ։ Ուսաղ մեր եղած ճամփեներ քանդում են։ Թոզը, քանդածը, այս նույն եկեղեցի 90-ականները։ Եղեգնուտ համայնքի տարածքում 6 ավազի հանք կա։ Այս ճանապարհով օրվա ընթացքում հարյուրավոր գերբեռնված մեքենաներ են անցնում։ Եղեգնուտցիների համբերության բաժակը լցվել է, եթե պատկան մարմինները չարձագանքեն, կդիմեն կոշտ քայլերի։ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի բնակիչներն իրենց բողոքը մի քանի անգամ արտահայտել են ցույցերի, ճանապարհները փակելու միջոցով, սակայն ինչպես իրենք են ասում, բեռնատարները քանդում են, պետությունը լռում։ Շատ մեղք են այս գյուղացիները, ահա որ մեղք են, զաթի կամազները կերան ժողովրդին, մարդիկ սարքեր էին, շնորհակալ ենք, մեզի յոլա տանում էին, շուկա են եթեմ ժողովուրդը, մինչև եթեմ են այդ ավտոյի վեշի կեսը, ուրեն պտի տոմա տանենք։ Թույլտվություն կա, վերահսկողություն չկա, դժգոհում են գյուղացիները, պնդում են, հանքատերերը մեքենաները բեռնում են ավազով, ինչքան ուզում են, արդյունքում ճանապարհները քանդվում են, իրենց մեքենաներն էլ ջարդուփշուր լինում։ Տիագեկը, Միամիս առաջ եմ փոխե։ Օրը դարելա կեսօր, ես էլ չեմ կարում շուկա հետ։ Ես հիմա երբ տանեմ, երբ վաճառեմ, երբ կամ, որ հասնեմ իմ գործերին։ Ամեն օր այսպես մեքենա քանդում ենք։ Մի ամիս առաջ եմ, 2 ամիս առաջ եմ, տիագեն փոխե, արդեն փչացավ տիագեն։ Ես հետամ գլուխս ուտեմ։ Կամ ուրիշի գլուխ ուտեմ։ Ռոլը որ չի ենթարկվա, մեկի գլուխը պիտի ուտենք էլ։ Էջմիածնից դեպի Եղեգնուտ և Արմավիրից դեպի նույն ուղղությունը տանող ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում։ Ավազով գերբեռնված բեռնատարները քանդում են բոլոր ճանապարհները, նույնիսկ 1-2 տարի առաջ հիմնովին վերանորոգվածները։ Տաքսիներին խնդրում ենք մեզի տարեք Եղեգնուտ չեն բերեմ։ Ատմա ճամփեքը քանդած է։ Օֆիկտատը պատմում է, մի կերպ է փրկվել, շտապօգնության մեքենան 15-ից 20 րոպեի ճանապարհն անցնում է գրեթե 2 ժամում։ Եթե մի հատ սկորի գա հիվանդ տանող, ուրեմն այդ սկորին 4 ժամվան պտե թակա կամ ատոմնի կամ հոկտեմբերյան կամ Էջմիածին, ուրեմն այդ հիվանդը պիտի մահանա, դա 100%։ Սովետի ժամանակ որսիտից ցենց ասֆալտ չէին անում, մենակ ձուտ էին փռան։ Էլի տասնյակ տարի աշխատում էր այդ ասֆալտը, բայց հիմա չի աշխատում։ Ահա որ գրուզ են բարձում, չի դիմանում այս ճանապարհը։ Բերեցին, եթե եկել եք տեսակ այդ ճանապարհի վիճակը։ Բերել են ամբողջ Հայաստանին ստեղից են ավազ մատակարարել։ Բերել են ավազ լցել փոխարեն ցեխ են լցել։ Ցեխն էլ անձը, որ ասֆալտի վրան մեքենան թաղվի։ Ոնց է ձեզ համար, ինչ ասֆալտ դիլնի։ Բուժարանը կողի գյուղն է, Զարթոնքում է։ Ոչ մեկ գյուղից տաքսի, ես ավտոն եմ, ջարդելով էթ ենք ալում ենք։ Ոչ մեկ տաքսի շոֆերներից ոչ մեկ չի էթ բուժարան։ Ով է ստեղծված իրավիճակի պատասխանատուն, ինչու մինչև հիմա գործող ավազի 6 հանքերի տարածքում կշռման հենակետեր չկան։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մեզ պատասխանում են։ Իրենք օրենք մշակող մարմին են, պետք է դիմել իրականացնող կողմին։ Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից տեղեկանում ենք։ 2023 թվականից սկսած ծանրաքարշ և մեծ եզրաչափով բեռնափոխադրումներ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ վերահսկողություն է իրականացվում։ Տրանսպորտային միջոցները կշռող անշարժ հենակետեր են տեղադրվել Սյունիքում և Արմավիրում, Զվարթնոց տաճարի հարակից տարածքում։ Արմավիրի մարզում ևս պարբերաբար ահազանգեր ենք ստանում, որ տարբեր համայնքներով փորձում են շրջանցել ու արդեն այդ դեպքում շարժական կշեռքն է գործի դրվում, բայց էլի այսպես ասեմ, երբ որ շարժական կշեռքի արդյունավետությունը այդքան մեծ չի այն հանգամանքով պայմանավորված, երբ որ առաջին, երկրորդ կամ երրորդ տրանսպորտային միջոցը կշռվում է, արդեն ինֆորմացիան տարածվում է, որ տեսչական մարմինը շարժական կշեռքով X մարզում է եւ ուղղակի չեն վարում մեքենաները։ Զվարթնոց դրած է, հենց այնպես դրած է Զվարթնոց։ Բերը դրել են ձևական, յանի կշեռք են դրել, բայց սուտ է, խափում են սաղը։ Մի քելեք այդանք տենանք, 100 տավտե, ասա մեկը կշռվում է,
Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի մամուլի քարտուղար Ելենա Զոհրաբյանը չի հերքում։ Ոլորտը դեռևս լիովին կարգավորված չէ։ Հիմա քննարկման փուլում է, որ բոլոր այն խոշոր հանքարդյունաբերության ոլորտում աշխատող տնտեսվարողները, որոնք որ առնչվում են այդ խտանյութեր, տարբեր նյութեր տեղափոխելու հետ, իրենք պետք է իրենց տարածքում տեղակայեն կշեռքը եւ երբ որ տրանսպորտային միջոցը տվյալ հատվածից դուրս եկավ, արդեն կշռման վերաբերյալ այդ սերտիֆիկատ կամ տեղեկանքը պետք է ունենա, որ ինքը այսքան բեռնվածությամբ է դուրս եկել։ Բեռների տեղափոխման թույլատրելի սահմանաչափը 40 տոննա է, բայց արի ու տես, վարորդները տեղափոխում են մինչև 100 եւ ավելի տոննա ավազ։ Այսպես է, բարեկային ծառայություն, հերթապահ իրականացնող բարեկային ծառայությունը պետք է տրանսպորտային միջոցը կանգնացնի, որը որ պետք է մուտք գործի հատուկ կշռման հատված եւ կշռվի մեծամասամբ մեծ արագության տակ փորձում էին շրջանցել կշեռքը, խուսափում էին կշռվելուց։ Հիմա նաեւ, եթե շրջանցում են ու չեն կշռվում, բարեկային ծառայությունը ցանկացած հատվածում կարող է կանգնեցնել եւ արդեն տվյալները փոխանցումը տեսչական մարմնում կշռումից խուսափելու դեպքով արձանագրություն է կազմում եւ տուգանվում են։ Թե երբ ի վերջո գյուղացիները կստանան իրենց հարցերի լիարժեք պատասխանները, պարզ կդառնան գերատեսչությունների խոստումների եւ դրանք իրագործելու արդյունքում։ Հասմիկ Վարադյան, Կարապետ Կարապետյան, Արմանուր։